Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։ Բարի երեկո, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես ուրախ եմ, որ անկախ բոլոր ճնշումներից դուք կարողանում եք շարունակել աշխատել։ Շնորհակալ եմ։ Պարոն Մամիջանյան, եւ այսպես օգոստոսի 2-ից հետո մենք կունենանք նոր ձևավորված ազգային ժողով, 5 տարի ՔՊ-ի հետ աշխատած ընդդիմադիր գործիչներին երբ հանդիպում ենք, նրանցից հետաքրքրվում ենք, թե առաջինի ինչ խորհուրդ կտան նոր ՔՊ-ականների հետ աշխատել սկսող ընդդիմադիրներին։ Ձեր կոչը խորհուրդը որը կլինի նրանց։ Նախ ՔՊ-ականների հետ չէ, ՔՊ-ականների դեմ։ Դրանք տարբեր բաներ են եւ խորհուրդ կտամ նույն ձև շարունակել աշխատել։ Մնացած բոլոր իմ խորհուրդները, ու ես շատ անգամներ եմ ասել, ես իմ ընկերներին, գործընկերներին խորհուրդներ տալիս եմ անձնական զրույցների համար, ժամանակը ոչ թե եթերի միջոցով, մանավանդ տալիս եմ դրանք, երբ որ դրանք ինձ հարցնում են, այնպես որ այսպես եթերով ոչ մի խորհուրդ չեմ տա, բայց այն հարցը, որը դուք ձևակերպումը տվեցիք, անհրաժեշտ է աշխատել ՔՊ-ի դեմ, անհրաժեշտ է ԿՊ-ի հետ։ Խորհրդարանական այն գործիքները, որոնք տրվելու են ընդդիմադիրներին, այն լծակները, որոնք ունենալու են ընդդիմադիրները, տալու են հնարավորություն ՔՊ-ի դեմ իրապես աշխատելու, ՔՊ-ի գործերը կանխելու, ՔՊ-ի քվեարկություններին դեմ կանգնելու։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքրական պատմություն է։ Ժամանակին նախորդ գումարումների կարող է խառնեմ Գերագույն խորհրդում, թե առաջին գումարման ազգային ժողովում կային մի քանի պատգամավորներ, որոնք մենակով կարողանում էին խաթարել ամբողջ ազգային ժողովի աշխատանքը։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ իրանց դիմաց իշխանությունները այսպես իրենց չէին պահում, հա, կանոնակարգ օրենքներ պահպանվում եւ այլն եւ այլն։ Վստահ լինելով, որ վաղ թե ուշ այդ հարցը տալու էիք, մանդատներ պետք էր վերցնել, պետք չէր եւ այլն եւ այլն։ Նախ նույն պատմությունը, ես իմ կարծիքը հանրային չեմ ասում, ընդդիմադիր գործընկերներից։ Երկրորդը կա հնարավոր գործողությունների պլան բոլոր դեպքերի զարգացումների համար։ Հնարավոր է անել այս գործիքների օգտագործումը խորհուրդ անում, անհրաժեշտ է միջազգային կապեր օգտագործել, անհրաժեշտ է այսպիսի բաներ անել, այս ելույթները ունենալ կամ այս գործողությունները անել։ Իմ համեստ կարծիքով այն բաղձալի օրը, որը երբ կա Փաշինյանի հեռացման, փողոցային պայքարը դրա բաղադրիչ, կարևորագույն բաղադրիչ չլինել չի կարող։ Այսինքն ես կարծում եմ եւ մեր քաղաքական ուժն է դրա մասին արդեն 8 տարի խոսում եւ անում, որ առանց փողոցային պայքարի Փաշինյանի հեռացումը անհնար է։ Բայց ես վստահ եմ, որ խորհրդարանական գործիքները շատ են եւ դրանք անհրաժեշտ է օգտագործել։ Ամեն դեպքում չկա որևէ մի գործընթաց, որը բացառում է մյուսին։ Պետք է փորձել անել ամեն ինչ, անխտիր ամեն ինչ ու հանկարծ չհիասթափվել։ Ինչի՞, որովհետեւ մենք միասին ենք դրա մասին շատ խոսել իրար հետ։ Օրինակ հիմիկված տեքստված իրավիճակում Գագիկ Ծառուկյանին խայտառակ ձևով բերման են ենթարկում ապօրինաբար ես կարծում եմ նույնիսկ մարդիկ ովքեր Գագիկ Ծառուկյանին չեն սիրում այդ կադրերը տեսնելուց ջղայնացան Փաշինյանի վրա, որովհետև դա անթույլատրելի է։ Էլ չեմ ասում կենթանիների նկատմամբ կատարվածը, որովհետև հակամ եք Փաշինյանը ուղղակի ուզում է ցավացնի։ Որովհետև անպատժելի է։ Ուզում է ցավացնի, որտեվ ապատժելի է։ Որովհետև ընդդիմությունն է թույլ։ Նրա անպատժելիությունը ուղիղ համեմատական է ընդդիմության թուլության հետ։ Եթե ընդդիմությունը ուժեղ լիներ, ինքը կհաղթեր այդ աքսիոմատիկ հարցերի եւս մեկ անգամ արձարծման հաճույքը ես չեմ հասկանում։ Եթե ընդդիմությունը ավելի ուժեղ լիներ, քան Փաշինյանը, ընդդիմությունը կհաղթեր։ Պատճառները, որ ընդդիմությունը չի կարողանում դառնալ այդ ուժերը։ Միլիոնավոր են, բայց նորից ես չեմ կարծում, որ որևէ մեկիս իսկ ընդդիմադիր դաշտում իմ գործընկերներն են, ընկերներն են օգուտ կլինի, եթե ես հիմա կամերային լուրջ դեմքով ասեմ, գիտեք ինչ ինձ թվում է դուք այսինչ բանը սխալ եք արել եւ այլն եւ այլն։ Կարծում եմ սխալ են արել, զանգում եմ, ասում եմ, իրանք համաձայնվում են կամ բացատրում են։ Ես այն ընդդիմադիրներից երբեք չեմ դառնալու, ովքեր գալու են որևէ տաղավար ու իր ընդդիմադիր գործընկերների հաշվին
դիվիդենդ են հավաքելու։ Ես երբեք չեմ դառնալու այն հրաշքներից մեկը, ովքեր տեսնելով Գագիկ Ծառուկյանի ու Բարգավաճ Հայաստանի հետ 3 տեղի ունեցող գործընթացները, ասում էին, ահա 2015 թվականին հանրապետական կան իրանց ընդդիմադիր համարող մարդիկ, որոնք 3 այդ ասելիքը ունեին, այսինքն իրանք տեսնում էին, թե ինչ է արվում Գագիկ Ծառուկյանի եւ Բարգավաճ Հայաստանի հետ, ու իրանց միակ ասելիքն էր մի հատ ինչ որ հերթական ապուշ զուգահեռը տանելու, որը բացարձակ գոյություն ունենալ չի կարող հանրապետականի հետ, բայց իրենք Աստված իրանց հետ իրենք անհույս են։ Մինչ այդ նույն պատմությունը Սամվել Կարապետյանի հետ էր, ինձ որ երբ լուրջ դեմքով ինձ հարցնում են իսկ ընտրությունների վերաբերյալ ինչ կասես, ես 2 բան եմ ասում։ 1. Ընտրություններին մասնակցող ամենամեծ հայտ ներկայացրած, հա, այսպես ձևակերպենք, որը եւ արդյունքում ամենամեծ ընդդիմադիր ուժ եղավ։ Ուժի առաջնորդ հանրազատության մեջ էր սկզբից խցում, հետո տնային կալանքի տակ ինչ արդար ընտրությունների մասին կարող ենք խոսել։ Ընտրությունից 2 օր առաջ Արմեն Աշոտյանին մեր կուսակցության փոխնախագահին են ձերբակալում։ Ու բազում այլ գործիչներին ես անուններ հատուկ աշխատում եմ չտալ, որ հանկարծ ընկերներիցս ոչ մեկին չմոռանամ։ Պարոն Մամիջանյան, քպականները հիմա հակադարձում են, ասում են, բա եթե դուք ընդդիմադիրներ այս ընտրությունները դնում եք կասկածի տակ, ինչու եք այդ կասկածելի ընտրություններով մանդատները վերցնում։ Հիմա արդարացված քննադատություն է թե ոչ։ Մարդն է ում կարելի է դա հարցնել, որտեղ հանրապետականը ի սկզբանե հայտարարել էր ընտրություններին չմասնակցելու մասին, ուստի ինձ այդ հարցը տալ մի քիչ թեզին եմ ուզում անդրադառնալ։ Հասկացել եմ, բայց միևնույն ժամանակ մի բանի էլ ասեմ ընտրությունների հետ կապված։ Ես այս ընթացքում գիտեք, ինչպես եւ միշտ մի շարք միջազգային գործողումների եւ հանդիպումների ու ես նույնիսկ այդ հանդիպումների ժամանակ չէի մանրանում գրանցված խախտումների մասին խոսելու թեզին, ինչպես դուք ասացիք։ Ինչի, որովհետեւ այն փաստը, որ կան քաղբանտարկյալներ, որոնց մեծ մասը ընտրությունների մասնակից է տեխնացու, եւ այն փաստը, որ ուղակի Վահագն Հովակիմյանի հանճարի միջոցով մի քաղաքական ուժ զրկվեց մանդատներից, խոսքը Բարգավաճ Հայաստանի մասին։ Էլ մնացած ամեն ինչի մասին խոսելը մի տեսակ արդեն ավելորդ է դառնում։ Իհարկե եղել են խախտումներ, բայց դրանք ոչինչ են ամենայն համատած նրա, որ ուղակի մի քաղաքական ուժի չեն թույլատրում խորհրդարան, օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվում եւ այլն։ Եվ այն վերաբերում է ԿՊԱ-ականների ասացին, որ եթե այդքան խախտումներ են եղել, ինչու եք մանդատները վերցնում։ Բայց հակառակը չեք հաստատում, բայց դուք եք ասում, որ խախտումներ ան եղել։ Դուք ասելով նկատեմ ԿՊԱ-ական։ ԿՊԱ-ականները ասում են փողեր աբաժանվել, յախտաներ աբաժանվել, չգիտեմ, Կամբոջայից հայեր են բերվել, քվեարկել են եւ այլն, որոնցից ոչ մեկը իրականության չի համապատասխանում։ Ոչ մեկը։ Այդ Ռուսաստանից բերված հայերի թեզը դա ամենամեծ վնասը իմ համեստ կարծիքով տվեց ընդդիմությանը, որովհետեւ գուցե եղան մարդիկ, որոնք հավատացին այդ թեզին ու ներքին ինչ որ զայրույթ ունեցան, որ ասացին ոնց թե սպասի, բայց ես այդտեղ ապրում եմ, ինչ որ մարդ դիվորոշի։ Խնդրում եմ բացեք նայեք սահմանահատումները, նույն նատիվը, ինչքան մարդ անցած տարիներին է եկել, այնքան մարդ էլ այս տարի է եկել։ Այդ առաջին։ Երկրորդ, ԿՊԱ-ականներ, եթե դուք դա ասում եք ընդդիմության, ինքներդ ձեզ դա ասեք։ Դուք էլ եք ասում, որ եղել է ես, դուք եք ճանաչում եք ընտրությունը։ Այս ընտրությունը ֆենոմենալ է։ Համընդդիմությունն է ասում, որ ընտրությունները կեղծված են եւ դա այդպես է եւ հանրապետականն է հայտարարություն տվելու բովանդակային ներկայացնելով թե ինչու է խնդիր։ Եվ իշխանություն կոչվածները։ Բա այստեղ լոգիկան ո՞րն է։ Այս առաջին կետը։ Երկրորդը այս process-ը ինքնին խայտարակություն է, որովհետև արհեստական օրենքի ոտնահարումով ստեղծել 3/5 մեծամասնություն, դե սա ուղղակի անբացատրելի է։ Այնպես որ այստեղ խոսել ինչ-որ լեգիտիմության մասին եւ այլնի մասին, սա բացարձակ ավելորդ է։ Եվ հաջորդ քայլը, որը Փաշինյանն արեց, ինքը օգտագործեց այդ այսպես ասած հայպը, որը առաջացել էր, նորից եմ ասում, բացարձական բովանդակ, բացում եք սահմանահատումների թիվը, բացում եք ռեյսերի թիվը, այդ բոլորը որ բացում եք, տեսնում եք, որ չնչին շեղում է, մոտ նույն վիճակն է, ինչ լինում է ամեն տարի հունիսին։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանի բացարձական բովանդակ թեզը աշխատում, իսկ ընդդիմության հիմնավորած թեզերը լավ չեն աշխատում։ Բարձ, որովհետև գոյություն ունի մեկ, գոյություն ունի վարչական ռեսուրս, գոյություն ունեն սատելիտներ, Բաբաջանյանանման, որոնք ամեն ինչ խոսում են եւ այլն եւ այլն։
գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք համաձայն են ուղիղ եթերում հանձնարարական ընդունել։ Եվ գնալ կատարել ԿԸՀ-ում։ Եվ ինչ ամենաահավորը ոչ միայն այդ ընտրությունների ժամանակ ընդդիմությանը, ես ընդդիմություն ասեմ էլի հավաքական, որովհետև իմ համար մեծ տարբերություն չկա, եթե հաղթենք, հաղթելու ենք բոլորս, եթե պարտվենք, պարտվելու ենք բոլորս, ու բոլոր այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում մինչև հիմա 8 տարի է անցել, հələ շարունակում են Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն, կարծում եմ նաև իրանք են մեղավոր նրանում, որ մեր մոտ դա չի հաջողվում։ Այդ թեզը, որը ինքը կառուցեց, ինքը կարողացավ նաև մեկ մակարդակ բարձրացնել։ Այն օրինագիծը, դա օրինագիծ չի, դա հայտարարություն է, որ ինքը անցկացրեց ազգային ժողովի վերջին նիստում արտահերթ։ Խոսքը գնում է ընտրական իրավունքից զրկելու Հայաստանում ինչքան էր դրա մի տարի, հա, ժամանակ։ 6 ամիս։ Չէ, մի տարի վերջում է։ Հա։ Այո։ Նույն հիշել։ Մարդկանց ընտրական իրավունքից զրկելու օրինագիծը լուծեց երկու խնդիր։ Մեկ այո ընտրական հերթական հետագայում եւ այլն եւ հաջորդ ինքը նվազեցրեց ընտրողների թիվը իսկ Փաշինյանը առաջիկայում ունի պլանավորել է ունենալ հանրաքվե եթե գիտեք հանրաքվեում բացի մեծամասնության կանոնից գործում է նաեւ հետեւյալ կանոնը կարևոր չի այոն թե ոչը հաղթի այն պիտի հավաքած լինի ընդհանուր թվի առնվազն 25%։ Հիմա եթե ընտրողների ընդհանուր թիվը նվազում է 25%-ն էլ է նվազում, իսկ ցանկացած մարդով գոնե կյանքում մի անգամ առնչվել է էլեկտորալ պրոցեսների հետ, ընտրությունների հետ, գիտի որ հանրաքվեի ժամանակ մարդկանց մոբիլիզացնելը միշտ շատ ավելի դժվար է։ Դա անձի ընտրություն չի, մարդը չի տանում այդ զուգահեռը, որ դա իր ապագայի հետ կապ ունի եւ այլն եւ այլն։ Հիմա մարդիկ պարտավոր չեն բարձր իրավագիտակցություն ունենալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ-շատերը կարող են ուղղակի չգնալ հանրաքվեին, որը շատ մեծ պրոբլեմա լինելու, դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ որ այդ հանրաքվեն նշանակված լինի կամ ինչպես որ արվի, չգիտեմ։ Ու ինքը նաև այդ հայպից օգտվելով կարողացավ նաև այդ 25%-ի շեմը իջացնել։ Այսինքն քանի քայլ առաջ են դիմությունից Նիկոլ Փաշինյանը, պարոն Մամեջանյան։ Ես 5 տարի շարունակ քանի քայլ առաջ էր հիմա, քանի քայլ առաջ է։ Ես միշտ հիացել եմ ձեր այդ փաստերի արձանագրման նկատմամբ մեծ սիրուց։ Այո, ես նորից ասեմ, եթե ընդդիմությունը Փաշինյանից ուժեղ լիներ, մենք արդեն իրան կրած կլինեինք։ Բայց ինչ անեն, որ ուժեղ լինեն։ Պետք է պայքարել։ Ո՞րն է պայքարի ձևը, որովհետև կան ընդդիմադիր գործիչներ, որոնք ասում են, որ հիմա մեր ժողովուրդը այլևս փողոցային պայքարի դուրս չի գալիս եւ իրենք հույս չեն կապում փողոցի հետ։ Այք ես չեմ կարող դա չասել, բայց մենք մի տարի հանրապետական ասում էր ինչով պետք անել։ Ասում էինք impeachment եկեք կանենք։ Ասում էինք եկեք կապրենք բոլորով անենք։ Մի կես տարի Հայաստան դաշինք էինք համոզում, հետո ես ինչ էինք անում թողնենք այդ ամենը։ Բայց արդյունքում չեղավ, անգամ ունենալով Հայաստան դաշինքի ստորագրությունները։ Հա, կես տարի դրա վրա տանջվել էինք, հա, շնորհակալություն անգամ ունենք։ Լավ, անցնենք դա արդեն անցյալը։ Չի կարող լինել առանց փողոցային պայքարի բաղադրիչի ընդդիմության հաղթանակ։ Դա իմ համեստ կարծիքն է։ Այս տարիների հնարավորություն է տալիս մի քիչ ավելի ընդհանրական, հա, բան անելու։ Այս տարիների ընթացքում գիտեք որ բոլոր պայքարների ժամանակ հանրապետականը եղել է առաջնագծում ամենավտանգավոր կետերում։ Մեկ անգամ է եղել, որ Փաշինյանը եղել է պատասխանողի դերում։ Դա եղել է Սրբազան պայքարի ժամանակ։ Ու հիմա բացատրեմ ինչի։ Բացարձակ հանկարծ որևէ մեկին չթվա, որ ես Բագրատ Սրբազանի անձն եմ թերագնահատում այդ բայց ոչ մի պարագայում դա իր անձի շուրջ կառուցված նորանկախ Հայաստանի ամենամեծ փողոցային պայքարներից մեկն էր, եթե ոչ ամենամեծը վարկյան անգամ չեմ նսեմացնում քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի դերը, խնդրում եմ ասածս ճիշտ, ես գնում եմ մյուս ծայրից, այսպես ասած։ Դա միակ անգամն էր, երբ ընդդիմության մեսիջը, հայրենասերների մեսիջը ավելի պարզ էր, քան Փաշինյանին։ Բացատրեմ ինչ եմ ասում։ Դիմադրության շարժման ժամանակ, ՀՓՇ-ի ժամանակ եւ այլ բոլոր դեպքերում Փաշինյանը ասում էր ես բերում եմ խաղաղություն։ Դա պարզ մեսիջ է։ Սուտ, բայց պարզ մեսիջ է։ Ընդդիմության մեսիջներ, արժանապատիվ խաղաղություն, այս խնդիրն է լինելու էս մեսիջներ, որոնք դու մեկ նախադասությամբ չես կարող բացատրել, դու մարդուն պետք է նստացնես ու խոսես։ Ու դեռ փաստել չի որ կարողանաս բացատրել, որովհետեւ
հաճախ դա մասնագիտական է եւ այլն եւ այլն։ Այդ մի անգամ ընդդիմության ասածը հետեւյալն էր. դու հանձնել ես 4 գյուղ վերջակետ։ Արդյունքը ասեք 4 գյուղի բոլոր անդամներից զգալի մասը ընտրեց հանձնողին։ Տեսեք, նախ ես երբեք չեմ դառնալու այն մարդը, որ ասելու է գիտեք ինչ, բան, այտենց այս ազգաբնակչությունը, այս բնակչությունը, այս ժողովուրդով ես հեղափոխություն չեմ կարող անեմ, այս ժողովրդին տարեք, Բելգիայի ժողովուրդը բերեք, տեսեք ես ինչ եմ անում, չէ։ Մեղավոր են միշտ քաղաքական գործիչները, չի կարող մեղավոր լինել ժողովուրդը, այտենց չի լինում։ Եթե որովհետև դա աքսիոմա է, այն քաղաքական գործիչը, որը ձեզ երբևէ կասի մեղավորը ժողովուրդն է։ Ոնց, Կիրացում ապրողը որ գնում Նիկոլ Փաշինյանն ապրում, մեղավոր չի։ Իմ համեստ կարծիքն է դա։ Ցանկացած քաղաքական գործիչ, որը երբևէ կտրվի այդ կայթակությանը, այդ նենց կայֆ է քո կաբինետում նստես, ասես գիտես ինչ է ժողովուրդը չի հասկանում։ Գնա բացատրի։ Այդ ես ումնավ ինքս ինձ եմ ասում, որովհետև խնդիր չկա այդտեղ, որովհետև տևական ժամանակ հիմնականը ճակերտների մեջ բացատրողներից մեկը ես եմ եղել։ Այդ մի անգամ էր, թե ինչի դա չստացվեց, դա առանձին պատմությունն է։ Բայց այդ մի անգամն էր, որ հայրենասերների մեսիջ ավելի པարզ էր, քան Նիկոլինը, որովհետև Փաշինյանը հետո պետք է բացատրեր իր ստերը, որ դա երբեք չի եղել եւ այլն եւ այլն։ Սա է բաղադրիչներից մեկը, որ այսինքն հիմա եւս լինի շատ པարզ։ Որն է։ Այս պահի դրությամբ այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են։ Ինչ ռիսկեր, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ ձեր ասած ՀՄԷԿ-ը եւ նույն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատող սատելիտները ամբողջ օրը նրանք տարածում են, որ խաղաղությունը հաստատված է, կրակոցը չկա, ժողովուրդ ջան, կերեք, խմեք 29700-ի վրա ապրեք։ Այդ մեսիջը ունիտար չի լինելու, այսինքն միասնական չի լինելու բոլորի համար։ Նույնպես չի, որ մարդկանցից յուրաքանչյուրը փողոցա դուրս գալու նույն պատճառով։ Ու կներեք, ես այն մարդկանցից չեմ, ովքեր որ ասում են, գիտեք, ինչ պարտավոր են մարդիկ դուրս գալ այն պատճառով, որ Ղարաբաղը հանձնել է Նիկոլը։ Փողոցում կանգնած մարդը, ինքը երբ որ կանգնած է փողոցում, տարբերություն չկա, ինքը դուրս է եկել, որովհետև Ղարաբաղն է հանձնել, դուրս է եկել, որովհետև 5000 լույս տղա է մատաղարել Նիկոլը, դուրս է եկել նրա համար, որ սահմանադրությունն է փոխում, դուրս է եկել 300,000 ադրբեջանցիների պատճառով, դուրս է եկել, որովհետև գյուղմթերքները չեն գնում Ռուսաստան, թե դուրս է եկել այն պատճառով, որ վեհապար հայրապետի դեմ է դուրս եկել։ Այդ բոլոր մարդիկ իրենք փողոցում են, կարող ինչի համար են փողոցում։ Եվ մոռացա նոր օրակարգը, թանկացումները։ Ես այդքան հաճախ չեմ խանութ գնում, հիմնականում կինս է անում, բայց երբ հայտնվում եմ, ես մեծ զարմանք եմ ապրում, թե ոնց դա մարդկանց չի ջղայնացնում, որովհետև այն թանկությունը, որը կա Հայաստանում, կարծես թե պետք է շատ մեծ զայրույթ առաջացներ։ Հիմա ընդհանրապես պետք է տեղի ունենա հետևյալը։ Մեզանից յուրաքանչյուրը կապ չունի ինքը մանդատ ունի, չունի, խորհրդանում է, որտեղ բացարձակ իրական չի։ Պետք է մեր քաղաքացիներին բացատրի կետարկետ հետևյալը։ Կետ 1։ Հիշում եք ժամանակին ասում էինք Ղարաբաղը հանձնում է։ Դուք ասում եք, դուք սուտ եք ասում, դուք բան եք։ 18-ից սկսած հանրապետականներն ասում էին։ Հանձնեց, ցավոք սրտի մենք ճիշտ Այստեղ քպականները ասում են, ուրեմն դուք մի բան գիտեիք, որ ասում էիք։ Եղավ, մենք հատուկ իշխանությունը հանձնել էինք Նիկոլին, հատուկ ասում էինք, որ հանձնում ես իշխանությունը։ Խնդրում եմ էլի քո ճանական տելեգրամ ալիքների բան դա տիրույթ չմտնենք։ Երկրորդ կետը խաղաղություն, այսպիսի խաղաղություն որտեղ ալում մեր տարածքն օկուպացված։ Վայոց ձոր, Գեղարքունիք, Սյունիք, պաշտոնական տվյալներով 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է։ Ընդ որում, ընտրություններից առաջ, երբ որ տեխնացուներից մեկը, եթե չեմ սխալվում, Արման Թաթյանը, նկարներով ցույց է տալի, որ ամրաշինարարական աշխատանքներ են կատարում, բանից այն Թութուլավայից մինչև Նիկոլ Փաշինյան բոլորը հերքեցին դա։ Ընտրության հաջորդ օրը, ակուրատ հաջորդ օրը ԳՇՊՏ գալիս է ազգային ժողով ու ասում է, հա, դե իհարկե որոշ ինժեներական աշխատանքներ կատարված են։ Բառացի եմ մեջ բերում, բառացի։ Ասում է, հա, դե իհարկե որոշ ինժեներական աշխատանքներ դե պիտի արվեն, պիտի անեին, դե իրանք այդտեղ բան են արել, բայց ոչ դուք մի մտածեք բանով դեմարկացիայով, դելիմիտացիայով, սահմանազատման գործընթացով դա հաստատ դուրս կգան։ Այդ բանն է։ Կսովածանան կգնանի հաջորդ սերիան է, այս խաղաղության մասով։ Եկեղեցու մասով այն ինչ որ այսօր ռուսական հեռուստաալիքներից մեկով հրապարակվել է, ես իհարկե քանի որ դա կիսովչափ պրանկա, կիսովչափ եւ այլն չեմ մեկնաբանում, բայց դա իմ համար նորություն չի։ Ես դա լսել եմ եվրոպական պաշտոնյաներից։ Իմ ներկայությամբ մի եվրոպացի պաշտոնյա խորհուրդ էր տալիս նիկոլական падգամավորներից մեկին, թե ոնց է պետք կազմակերպել եկեղեցու դեմ արշավը։
Պարզա թե ես այդտեղ ինչ եմ պատասխանել, ինչ եմ ասել եւ այլն, բայց նկատի ունեմ, եթե ինչ-որ մեկի համար այն ինչ-որ իրանք կլսեն այսօր, որտեղ նոր է սկսել տարածվել բոլոր ալիքներով ԵԱՀԿ գլխավոր ազգության թուրք եթե չեմ սխալվում գլխավոր քարտուղարի հետ խոսակցության իբր խոսակցության բրանկի մասին, որ պատրաստվում ենք օգնություն խնդրել, պատրաստվում է օգնություն խնդրել Լեոպարդ Հայրապետին հեռացնելու համար։ Թուրքիայից։ ԵԱՀԿ գլխավոր ազգության թուրք քարտուղար։ Ես դա ինքս լսել եմ, ինձ հարցնել դա ճիշտ է թե ճիշտ չի, իմաստ չունի, որովհետև ես դա լսել եմ, ավելի ցածրաստիճան իհարկե պաշտոնյայից, բայց լսել եմ։ Մեկ այլը պետք է հասկանա, որ այն ինչի մասին խոսում էր Հայաստանի հիմնականում նաև մյուս դիմադիր ուժերը 300,000 ադրբեջանցիների թեզը դա նույնպես շուտով իրականություն է դառնալու ու ոչ մեկին չթվա որ դա լինելու է տանկերով։ Դա լինելու է էլի sense ծիրուն բան։ Բա լավ չի լինի որ գան, բա լավ չի լինի առևտուրը, բա չի եւ այլն։ Հաջորդ թեզը որ հասկանում եք, այդ լավ որ Մարտակոսը ջեմ է սարքել Ծիրանից։ Շատ լավ է, անուշանի, համոված Իրանի ջեմ։ Բայց Ռուսաստան լրիվ այլ բան մասին էր խոսում Փաշինյանը Միշուստինի հետ։ Չի, հասկանում ես, բայց տենց չես կարող դա անել։ 5 տարի է անում է։ Չէ, չես կարող այդպես արտահանել, որովհետև շատ բարձ խնդիր գոյություն ունի։ Դու ցաման չունես իրանց հետ։ Դու չունես, աշխարհագրությունը շատ զզվելի բան է, ինքը տենց բան մուտիտների չի ենթարկվում։ Հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները փրկվեցին Միշուստին Փաշինյան հանդիպումով, թե ոչ։ Ցանկացած մարդով գոնե փոքր-ինչ ծանոթ է Ռուսաստանի քաղաքական ներքաղաքական կյանքին, գիտի, որ ահարգելի վարչապետ Միշուստինը ավելի շատ պետական կառավարման գործերով է զբաղվում, այլ ոչ թե քաղաքական։ Մեկ, երկուս, ես Ռուսաստանի Դաշնության ղեկավարի շնորհավորանքը դեռևս չեմ կարդացել։ Ենթադրում եմ, որ այն կլինի օգոստոսի 2-ից հետո, ենթադրում եմ ամեն դեպքում։ Ինչ է դա տալիս Փաշինյանին, ինչից է դա զրկում Փաշինյանին, ենթադրենք շնորհավորանքը չկա։ Արդեն էական չի։ Որովհետև կպականներն ասում են, չի շնորհավորում, թող չշնորհավորի։ Լուրջ եք ասում։ Լավ։ Իսկ մենք կարող բյուջեի բացված գնայինք։ Կարող նայենք Հայաստանի ապրանքները, որտեղ են վաճառվում հիմնականում։ ԵԱՏՄ շատ սիրուն է, բայց ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար առաջնային շուկան դա Ռուսաստանն է, բոլոր կապ չունի դա Հայաստանը, թե Ղազախստանը, ակնհայտ է։ Բավականին դա երկար մտածելու առիթ չի տալիս։ Այն 52 միլիոն եվրոն, որը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացավ։ Ես ճիշտ անկեղծորեն արդեն հաշիվը կորցրել եմ։ Մի պահ ես փորձում էի թղթով գրիչով հետևել, որովհետև 20 թվականից բանը միլիոնը որ գալիս է 220 քանի մի անգամ էր, հետո 240 էր, հետո ասացին, որ այդ 240-ը 220-ն է։ Միակը որ հստակ եկավ, դա բանն էր foreign interference-ի, արտաքին ազդեցության 30-15 միլիոններ։ Այդ չոտկա եկավ։ Որ լավ աշխատի ընտրություններից առաջ։ Ասացը ես դեցել չհասկացա, ընդ որում ես այս հարցը տվել եմ շատ պաշտոնյաների եվրոպացի եւ այստեղ եւ այնտեղ։ Ինչ է, ով է ում գցելու այս գործընթացի վերջում։ Ասեք ինձ, որտեղ են ծախսվել են 220 միլիոնը։ Բացվածքով նորմալ մարդավարի եւ այլն։ Ոչ մի հոդաբաշխ պատասխան ես չեմ ստացել։ Պարոն Մամիջանյան, ով է ում գցելու Եվրամիություն, Հայաստան այս հարաբերություններում։ Ես այդպիսի բառերով չեմ մեկնաբանում քաղաքական գործընթացները, բայց տրամաբանությունը հետեւյալն է։ Եթե արևմուտքին թվում է, որ Փաշինյանը արևմտամետ է, արևմուտքը սխալվում է։ Փաշինյանը աթոռամետ է։ Փաշինյանի աթոռը պաշտպանելու իր վերարտադրությունը, իր ապօրինի բռնապետական արդեն իշխանությունը պաշտպանելու լիցենզիաներ, ով դա ուզում է Կամբոջանը լինի, ուզում է Նիկարագուանը լինի, ինքը կդառնա այդ պետության թիվ 1 ջատագովը Հայաստանում։ Ուստի անհրաժեշտ է պարզապես աշխարհին բացատրել, որ Հայաստանը դա Փաշինյան չի, որ Փաշինյանի հետ պայմանավորվածությունը դա Հայաստանի հետ պայմանավորվածություն 5 տարի հետ աշխարհի հետ աշխատում էին, ընդդիմադիրները կարողացան դա աշխարհին բացատրել։ Դա աշխարհի վիճակի է հասկանալ։ Հարցի էությունը չեմ հասկանում, եթե հիմա չի, եթե մինչև հիմա չի ստացվել, նշանակում է պետք է չանել։
Այսինքն, երբ որ ես ելույթ եմ ունենում քաղաքաբանտարկյալների կամ Հայաստանում բռնաճնշումների կամ եկեղեցու դեմ պայքարի մասին, ես գիտեմ, որ ինձ լսողների 99%-ը դա գիտեն, այդ 99-ի կեսն էլ դրա ճարտարապետներից են։ Դա ինչ նշանակում, դա պետք է ես չանեմ։ Կաթիլը քար է ծակում։ Չի գալու մի պահ, որ հանրապետականը ասի, թե լավ չստացվեց։ Այ հիմա Ինչի չի գալու Չարլեզուները գուժում են, որ որպես կուսակցություն հանրապետական այլևս չի ունենա ներկայացվածություն խորհրդարանում, դե կմնաք ստվերում, արտախորհրդարանական ուժ կդառնաք։ Ես իհարկե ունեմ իմ մեծ գայթակղությունը խորհուրդ տալ այդ լեզուներին, թե ինչ անել, բայց հարգելով ձեր եթերը ես դա չեմ անի։ Եվ կհիշեցնեմ, որ ես այդ գուժումները լսում եմ 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին։ Բայց այդ ընթացքում դուք խորհրդարանում ներկայացվածություն ունեիք, հիմա չեք ունենա։ Խորհրդարանում ներկայացվածություն չունեինք, բայց ոնց էր որ հիմնական օրակարգը թելադրող ուժերից մեկն էր մինչև 20 թվականի փողոցային ակցիաները եւ 21-ի արտահերթ ընտրությունները։ Հասկանում եք, հանրապետականին իր պայքարը տանելու համար մանդատը պարտադիր չի։ Երբեք չի գալու այն պահը, որ մենք ասենք դե լավ չստացվեց։ Ինչի չի գալու, որովհետև սա մեր երկիրն է, որովհետև սա մեր առաքելությունն է, որովհետև մենք Հայաստանում առաջին գրանցված քաղաքական ուժն ենք, եւ մեր հիմնադիր հայրերը Աշոտ Նավասարդյանը, Ազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը եւ գործող նախագահակուսակցության Սերժ Սարգսյանը երբեք իրենց ճակատագիրը չեն զատել երկրի ճակատագրից։ Պարոն Մամիջանյան, մենք 5 տարի շարունակ լսել ենք, որ եթե օրին նույն հանրապետական կուսակցությունը չմասնակցի դիմադիր պայքարներին, այ ասում էին, թող նախկինները չգան, ամեն ինչ կստացվի։ Հիմա դուք խորհրդարանում չեք, այսպես ասած, տեղը զիջելու եք նաև արտախորհրդարանական դաշտում, տեսնեք ձեզ քննադատողները ինչպես են արդյունքի հասնում, թե ոչ։ Եթե ուշադրություն դարձնեիք նախագահ Սարգսյանին դարձրել եք նախագահ Սարգսյանի խոսքին, մեր համագումարի ժամանակ ապրիլ ամսին։ Հիմնավորումներից մեկը ընտրություններին չմասնակցելու հենց դա էր, որ կան մարդիկ, որոնք հավատալով Փաշինյանի ասածին ասում են, որ մի կողմ որ քաշվի հանրապետականը, ամեն ինչ կլինի լավ։ Ամեն ինչ կլինի։ Դե մենք էլ մի կողմ քաշվեցինք, մի կողմ քաշված ապահովեցինք բարձր մասնակցություն ընտրությունների, կոչ էինք անում քվեարկել եւ մեր հաջակիցներին եւ մեր կողմնակիցներին քվեարկել անցողիկ անդիմադիր ուժերին եւ այլն եւ այլն։ Նորից եմ ասում, որևէ մեկին չթվա, որ ես ու իմ ընկերները հիմա պատրաստվում ենք հերթով տաղավարից տաղավար գնալ ու ասել, բա որ ասում էինք։ Իրականում դա այդպես է, բայց դա չի խնդիրը, մենք դա չենք ասելու։ Մի կողմ քաշվածել ինչ եք անելու հիմա։ Մենք մի կողմ քաշված չենք պատրաստվում լինել, մենք եղել ենք կանք եւ կլինենք ամենավտանգավոր տեղերում։ Մի փոքր տարբերությամբ առաջ մեզանից մի քանիսը ունեին պատգամավորի կարգավիճակ, իսկ հիմա չեն ունենալու, բայց դրանից որևէ բան չի փոխվելու։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ, իմ համար իրոք բացարձակ մեկ է, թե եթե հաղթենք Փաշինյանին, այդ պահին ով դա կքվեարկի, ես թե Արամը Վարդևանյան, Արամին ասեմ, որ հանկարծ ոչ մեկ չնեղանա։ Եվ միևնույն ժամանակ մեկ է, եթե դեռ Փաշինյանը վարչապետ է, ելույթ ազգային ժողովում կունենամ ես, թե Արամը Վարդևանյան, որովհետև ոչ Արամի վրա կասկած ունեմ, վստահ եմ, որ լավ կխոսի։ Այսինքն չեք թողնելու Փաշինյանին հեռացնելու պայքարի բեռը խորհրդարան մտած ուժերի վրա։ Չեք թողնելու այդ բեռը իրենց վրա։ Մեր Այն որ ընտրվել եք գնացեք ինչ ուզում եք արեք։ Այսինքն կա մարդ, որ այդպիսի սպասումներ ունի հանրապետականից, այսինքն մեր կյանքի 8 տարին անցել է այս պայքարով։ Մեկ, երկրորդը ես ուրիշ հայրենիք չունեմ, ես ուրիշ գնալու տեղ չունեմ, իմ ապագան, իմ ընտանիքի ապագան եւ մեր կուսակցության ապագան այս երկրում է, մեր երկրում է։ Մենք ո՞նց կարող ասենք, դե լավ, դե դուք մեր փոխարեն պայքարեք մեր երկրի համար։ Այդպեսի բան երբեք չի լինելու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցակիցս Արմատ մեդիայի եթերում Հայկ Մամիջանյանն էր, կհանդիպենք վաղը։